Երկիր մեդիան ներկայացնում է։ Այնտեղը, որտեղ ես հիմա գտնվում եմ, առաջ կոչվում էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտ։ Հետո անվանափոխվեց։ Հիմա կոչվում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա։ Ինչ անվանում էլ որ լինի, այս հաստատությունը իր արժեքով ու վաստակով վաղուց արդեն վերածվել է գիտության տաճարի։ Ովքեր եւ ինչպես են ստեղծել այս ինստիտուտը, ինչ փառքի է հասել, ինչ ուղի է անցել, եւ այդ ամենից ինչ է մնացել։ Հիշենք եւ համեմատենք։ Ֆիզիկա տերմինը առաջացել է հունարեն ֆյուզիս բառից, որը թարգմանաբար նշանակում է բնություն։ Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները։ Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է բացահայտել ու բացատրել բնության օրենքները։ Ի սկզբանե ֆիզիկայով զբաղվել են փիլիսոփաները, աստվածաբաններն ու աստղագետները։ Անտիկ ֆիզիկայի մասին արժեքավոր աղբյուրներ են համարվում հույն նշանավոր փիլիսոփաներ Պլատոնի, Արիստոտելի եւ Արքիմեդի աշխատությունները։ Իդեպ, ֆիզիկա տերմինը ներմուծել է Արիստոտելը Քրիստոսից առաջ 4-րդ դարում։ Ֆիզիկայի պատմությունը որպես ինքնուրույն գիտություն սկսել է 17-րդ դարից Գալիլեի եւ նրա աշակերտների գիտափորձերից։ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումով Հայաստանում սկսվեցին ֆիզիկայի զարգացման փուլերը։ Արագած լեռան վրա Ալիխանյան եղբայրների ջանքերով հիմնադրված գիտական կայանում կատարվում էին աննախադեպ հետազոտություններ տիեզերական ճառագայթների բնագավառում։ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ Բյուրականի աստղադիտարանում աստղաֆիզիկական ուսումնասիրություններ էին կատարվում, իսկ Գրիգոր Գուրզադյանի գլխավորությամբ նախագծվում եւ պատրաստվում էին երկրի արհեստական արբանյակների վրա տեղադրվող էլեկտրաֆիզիկական սարքեր։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը կամ ինչպես ասում են հապավումով ԵրՖ-ին ստեղծվել է դժվար ժամանակներում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Սկզբում այն բացվել է որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ։ Ինստիտուտը հիմնադրել են նշանավոր ֆիզիկոս եղբայրներ Աբրահամ Ալիխանովը եւ Արտեմ Ալիխանյանը 1943 թվականին։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը գտնվում է Մայրաքաղաքի Աչափնյակ համայնքում, զբաղեցնում է մոտ 8 հեկտար տարածք եւ ունի շուրջ 3 կիլոմետր տրամագիծ։ Այդ 43 թիվն էր եւ թեժ ժամանակներն էին, բայց Սովետական միությունը հետաքրքրված էր արդեն միջուկային զերքի ստեղծմանը եւ այդ հետազոտությունները, որոնք սկսվեցին Արագածում, սկզբից անմիջական կապված էին ատոմային զենք ստեղծելու հետ։ Դրանից հետո շատ փուլեր ապրեց ինստիտուտը, շատ հետաքրքիր փորձեր կատարվեցին Արագածում, հետո սարքվեց օղակաձև արագացուցիչ, որը աշխատեց 20-30 տարի։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից է տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների եւ նեյտրոնների հայտնաբերումը։ Այստեղ կատարվել են բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի եւ բնագիտության այլ ոլորտներում համաշխարհային կարգի հետազոտություններ, որոնց արդյունքները ճանաչված են միջազգայինորեն։ Այժմ էլ շարունակվում են ուսումնասիրությունները արեգակ երկիր կապերի, միջուկային եւ տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բնագավառներում։ Ֆիզիկայի ինստիտուտը հայտնի է մասնիկներ գրանցող նոր դետեկտորների ստեղծմամբ։ Հայ ֆիզիկոսների կողմից նախագծվել եւ պատրաստվել են անցումային ճառագայթման դետեկտորներ, որոնք փորձարարական տեխնիկայի մշակման լավագույն օրինակներն են աշխարհում։ Մենք հայտնաբերել ենք, որ մթնոլորտում տառական մասնիկները, էլեկտրոնները արագանում են մինչև 41-45 մեվ եւ դա ստեղծում է նոր ֆիզիկա ամպերում, այսինքն ամպերը, ամպրոպային ամպերը լիքն են ռադիացիայով, ոչ միայն ջրով։ Վերջին տարիներին էլ ամպրոպային ակտիվություններով ենք զբաղվում ու այդ ոլորտում բավականին մեծ հաջողությունների ենք հասել, տվել ենք այնպիսի արդյունքներ, որոնք օգտագործվում են աշխարհում ու ունեն այդ երևույթները ճանաչելու համար բավականին էական նշանակություն։ Առաջին անգամ մասնավորապես մեր մոտ են ամպրոպներից առաջացող մասնիկների էներգետիկ սպեկտրները չափվել։ Աշխարհում առաջին անգամ մեր մոտ այդ գործները կարելի է այդ շարքը երկար թվել։ Խորհրդային տարիներին, ինչ խոսք, Հայաստանում ֆիզիկան բավականին զարգացած էր ու աննախադեպ վերելքի էր հասել։ Ֆիզիկան այն ոլորտն էր, որտեղ Հայաստանի դիրքերն ամուր էին եւ ուժեղ ոչ միայն խորհրդային միության, այլ նաեւ համաշխարհային չափանիշներով։ Անկախությունից հետո, սակայն, գիտությունը Հայաստանում, այդ թվում եւ ֆիզիկան, անկում ապրեցին։
Վտանգ կար, որ ֆիզիկայի ինստիտուտից կմնա միայն փառավոր անցյալի հուշը, առանց ապագայի հույսի։ Բարեբախտաբար ինստիտուտը պահպանեց իր գոյությունը ու չարժանացավ փակված այլ գիտական հաստատությունների ճակատագրին։ Սովետական տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտն ուներ մոտ 3500 աշխատող, այժմ այդ թիվը նվազել է գրեթե 8 անգամ։ Ինստիտուտում հիմա աշխատում է ավելի քան 400 մարդ, որոնցից գիտական աստիճան ունի մոտավորապես 100-ը։ Մակարդակը սովետական ժամանակի համեմատ շատ անգելա եւ դպրոցի երևի դուք այդ գիտեք եւ համալսարանի ուսանողների մոտ ամենալավ գիտնականներին մենք կանչում ենք մեր տիեզերական դպրոցի եւ ուսուցման կենտրոն, որտեղ մագիստրոսական կուրսեր են, որ իրանք ոգևորեն, որ իրանք զբաղվեն ֆիզիկայով։ Դպրոցական եւ մասնավորապես բուհական կրթական մակարդակը սարսափելի նվազել է, սարսափելի։ Երբ որ գալիս է բարձրագույն կրթություն ստացած ուսանողը եւ սկսում ես իր այդ հարցը փորձ անել, տեսնել, վերցնել իրան աշխատանքի թե չէ, պարզվում է, որ նա դպրոցական գիտելիքներ չունի, ՕՄԻ օրենքը չգիտի։ Ֆիզիկայի ինստիտուտի ներկայիս տարածքը ժամանակին քարակույտերի ամայի տարածք էր, օձերով ու կարիճներով լի մի վայր։ Ականատեսները պատմում են, որ երբ կառուցապատվում ու կանաչապատվում էր տարածքը, մեծանուն գիտնական Արտեմ Ալիխանյանը անձամբ էր մասնակցում ծառատնկման աշխատանքներին։ Եվ ահա այս ծառերից շատերը տնկվել են հենց նրա ձեռքերով։ Ֆիզիկայի ինստիտուտը իր մեծ ու փոքր մասնաշենքերով, բնակելի կառույցներով ու այգիներով դարձել էր մի վայր, որի մասին ժողովուրդն ասում էր քաղաք քաղաքի մեջ։ Իսկ ինչու էր ժամանակին ընտրվել հենց այդ վայրը ինստիտուտի կառուցման համար։ Սա ունի նախապատմություն։ Բանն այն է, որ 1950-ականների վերջին Արտեմ Ալիխանյանը որոշում է կառուցել արագացուցիչ։ Դա չափազանց անհավանական եւ համարձակ գաղափար էր Հայաստանի նման փոքր հանրապետության համար։ Այդ տարիներին արագացուցիչներ քիչ կային աշխարհում, իսկ Խորհրդային Միությունում կային միայն Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ Այնուամենայնիվ, Ալիխանյանին հաջողվեց իրականացնել այդ գաղափարը ու երկար փնտրտուքից հետո ընտրվեց հենց այս վայրը, հատուկ պատճառով։ Այս տեղանքը ընտրվեց ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի եւ հիմնական տարածքի համար, որովհետեւ պարզվեց, որ այստեղ կա մոնոլիտ բազալտի շերտ, որի վրա կառույցները նստվածք չեն տալ, իրենց դիրքը չեն փոխ եւ այլն եւ այստեղ այդ ժամանակ օձերի եւ կարիճների քարակույտեր էր բոլորը լրիվ։ Շատ կարեւոր է, որ արագացուցիչը, քանի որ բավականին մեծ սարք է, ասենք 60-ից ավել մետր տրամագիծ ունեցող սարք է, հազարավոր տոննաների քաշ ունեցող սարքավորում, եւ նրանք պետք է բոլորը տեղադրված լինեն շատ մեծ ճշտությամբ, ասենք 0.1 մմ-ի ճշտությամբ եւ ժամանակի ընթացքում չշարժվեն։ Դրա համար հարկավոր է, որ հիմքը լինի շատ ամուր։ Կար ժամանակ, երբ Հայաստանը աշխարհային եզակի 11 երկրներից էր, որն ուներ ատոմակայան եւ արագացուցիչ։ Հզոր արագացուցիչների կառուցումը կապված է բարդ տեխնիկական խնդիրների հետ, որոնք ամեն երկիր չէ, որ կարող է լուծել։ Հայաստանը կարողացավ։ 1967 թվականին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ գործարկվեց ահա այս էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը, որը ամենահզորն էր ողջ Խորհրդային Միությունում եւ երկրորդը Եվրոպայում։ Այս արագացուցիչի կառուցման համար պահանջվեց 7 տարի եւ 6.5 միլիոն ռուբլի։ Արագացուցիչը կոչվեց Արուս։ Դա ռուսերեն արմյանսկի ու սկարիցել բառակապակցության հապավումն էր։ Այն գործեց մինչև 90-ական թվականները, այժմ շահագործման ենթակա չէ։ 6 միլիարդ էլեկտրոն վոլտ էներգիահզորությամբ հայկական էլեկտրոնային արագացուցիչը Եվրոպայում զիջում էր միայն գերմանական արագացուցչին, որը գտնվում էր Համբուրգ քաղաքում եւ ուներ 10 միլիարդ էլեկտրոն վոլտ հզորություն։ Ուրեմն, եթե դուք ինչ-որ բան եք ուզում հետազոտեք, որը փակ է ձեր համար, դուք պետք է ինչ-որ կերպ բացեք իրան, ծայրահեղ դեպքում կոտրեք, տեսնեք մեջը ինչ կա։ Եթե ընկույզ եք կոտրում, ձեռքով չկարողանաք, մուրճ կվերցնեք։ Եթե ավելի կոշտ բան է, պետք է լինի մամլիչ կամ ծակիչ կամ ավելի հզոր բան։ Այ եթե դուք ուզում եք նյութի խորը կառուցվածքները ուսումնասիրել, դուք պետք է շատ ավելի ուժեղ սարք ունենաք, որով կարողանաք կոտրել իրան եւ բեկորներից հասկանաք, թե ինչից է նա բաղկացած։ Այ ֆիզիկայում դրա համար օգտագործում են արագացված մասնիկներ, էլեկտրոններ կամ պրոտոններ։ Արուս արագացուցիչի համար կառուցված շինությունը նույնպես ունի օղակաձև տեսք։ Ժամանակին միայն այս շենքում աշխատել է մոտ 300 հոգանոց աշխատանքային թիմ։ Մոտեցանք շենքին ու մեզ պատեց հպարտության զգացողություն։
Գիտության այս հսկան ստեղծվել է Հայաստանում ու հայ ֆիզիկոսների ջանքերով։ Արագացուցիչին հասնելու համար ստիպված էինք օգտվել ստորգետնյա վերելակից, քանի որ այն գտնվում էր 10 մետր խորությամբ գետնի տակ։ Այդպես է արվել ռադիացիոն պաշտպանության նպատակով։ Վերելակով իջնելուց հետո մենք անցանք երկաթից ու կապարից ձուլված կես մետր հաստություն ունեցող դռներով, եւ ահա մեր առջև հայկական օղակաձև արագացուցիչն է, նույն ինքը Արուսը։ Իդեպ, աշխատակիցները պատմեցին, որ երբ կես դար առաջ գործարկվել էր արագացուցիչը, աշխատողներից մեկն աղջիկ էր ունեցել եւ անունը դրել Արուս։ Ալիխանյանը իմանալով դրա մասին, բնակարան էր նվիրել այդ ընտանիքին։ Պիտի ասել, որ արագացուցիչները կարևոր նշանակություն ունեն միկրոաշխարհում ընթացող երևույթներն ուսումնասիրելու համար։ Այս արագացուցիչի վրա կատարվել են բարձր էներգիաների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, ճառագայթային ֆիզիկայի բազմաթիվ արժեքավոր գիտափորձեր։ Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի մագնիսական համակարգը բաղկացած է 48 բլոկից, որոնք հավասարաչափ տեղաբաշխված են 217 մետրանոց շրջանագծով։ Արագացման մեկ ցիկլի ընթացքում էլեկտրոնների էներգիան մեծանում է մինչև 6 միլիարդ էլեկտրոն վոլտ։ Դրան զուգընթաց աճում է նաև մագնիսական դաշտի մեծությունը։ Աշխատանքային ցիկլի վերջում էլեկտրոնների առաջացրած բարձր էներգիայի մասնիկները դուրս են բերվում փորձարարական դահլիճ եւ օգտագործվում հետազոտական նպատակներով։ Այսպիսով, Երևանը դարձավ տարրական մասնիկների եւ միջուկային ֆիզիկայի հետազոտությունների աշխարհի խոշոր կենտրոններից մեկը։ Վերջի փորձը արել ենք 98 թվականին, բավականին կարճ մի քանի ամիս տևեց ընդամենը։ Հասկանում եք, երբ որ խնդիրներ չկար սովետական միության ժամանակ, տարեկան նա տալիս էր 5000 ժամից ոչ պակաս ակտիվություն։ Դա շատ մեծ ցուցանիշ է արագացուցիչների համար։ Այս անգամ 98 թվականին ես այդ ժամանակ փոխտնօրեն էի գիտական գծով, մի քանի ամիս աշխատեցինք, մի հատ գիտափորձ արեցինք եւ դրանից հետո նույնիսկ փորձ չի արվել օղակաձև արագացուցիչը աշխատացնելու։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում այժմ գործում է 3 փոքր արագացուցիչ, 2-ը տեխնոլոգիական, 1-ը գծային։ Դրանցից ամենահինը այս գծային արագացուցիչն է, որը տեղակայված է հենց Արուսի կողքին ու աշխատում է շուրջ կես դար։ Աշխատանքային խմբի ղեկավարը Աշոտ Հակոբյանն է։ Նա նշում է, որ այս արագացուցիչի վրա բազմաթիվ արժեքավոր գիտափորձեր են կատարվում միջուկային ֆիզիկայի ոլորտում։ Ղեկավարման պուլտն է այստեղ, վահանակներ եք դուք տեսնում։ Եթե նկատեք, բավականի հին տեխնիկա է, սակայն ֆիզիկական կարգավիճակը այս գծային արագացուցիչի ավելի բարձր է, քան նրա տեխնիկական կարգավիճակը։ Այսինքն տեխնիկան հին է, բայց մասնագետների շնորհիվ ամենօրյա աշխատանքի շնորհիվ գտնում ենք նոր հնարավորություններ եւ կատարում ենք բավականին ունիկալ աշխատանքներ։ LU-E75 գծային արագացուցիչը գտնվում է Ֆիզիկայի ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքում, որը ղեկավարում է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ալբերտ Սիրունյանը։ Նրա գիտական ղեկավարությամբ են ընթանում համատեղ աշխատանքները Ռուսաստանի Դուբնա քաղաքի միջուկային հետազոտությունների ինստիտուտի մասնագետների հետ։ Այստեղ ծնվում է, ձևավորվում է, մշակվում է էլեկտրոնային փունջը, հետո փոխադրվում է օղակաձև արագացուցիչ, ունենք փնջի պահանջ, փունջը օգտագործվում է նյութը ուսումնասիրելու համար։ 65 թվականին առաջին անգամ այս գծային արագացուցիչը գործել է, հետո 67 թվականին օղակաձևն է գործել եւ ամբողջ այս կոմպլեքսը աշխատել է բարեհաջող միջազգային նշանակության աշխատանքներ, սակայն վերջի տարիներին ֆինանսավորման պակասի պատճառով օղակաձև արագացուցիչը դադարեց աշխատանքը, իսկ գծայինը շարունակեց։ Շրջելով ֆիզիկայի ինստիտուտի ներսում առաջին հերթին աչքի են զարնում մասնաշենքերի մի մասի շենքային վատ պայմանները։ Իհարկե, գիտությամբ զբաղվելու համար շատ ավելի կարևոր են սարքերի, լաբորատորիաների արդիականացումը, քան զուտ շենքային պայմանները, բայց ավելի քան 70 տարվա հնություն ունեցող շինությունները բարոյապես ու ֆիզիկապես մաշվել են ու իսկապես կարոտ են վերանորոգման։
Պետք է ենթադրել, որ սրա պատճառը ֆինանսական միջոցների անբավարարությունն է կամ պետության նվազ հնարավորությունները, բայց նաև պետք է ենթադրել, թե հոգեբանական ինչպիսի դժվարություն են ապրում մեր գիտնականները արտերկրի գիտական կենտրոններից վերադառնալիս եւ կամ արտասահմանցի գործընկերներին հյուր ընդունելիս։ Ֆիզիկոս Յոհանես Քնափը Գերմանիայից է, Դեյզի կոչվող խոշոր գիտահետազոտական կենտրոնից, որտեղ գտնվում է Եվրոպայի հզոր արագացուցիչներից մեկը։ Նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են մթնոլորտին, աստղերի պայթյուններին։ Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 1995 թվականին Արագած լեռան վրա տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում։ Եվ այդ ժամանակվանից ակտիվորեն համագործակցում եմ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքի հետ։ Մասնակցում եմ փորձի փոխանակմանը եւ համատեղ հետազոտություններին։ Կարող եմ ասել, որ ուսանողներին այստեղ ուսուցանելու մակարդակը ավելի ցածր չէ, քան եվրոպական շատ այլ երկրներում։ Հայտնի պրոֆեսորներ են գալիս այստեղ դասախոսություններ կարդում։ Այս տարի արդեն երկրորդ անգամ եմ այստեղ։ Վերջին տարիներին հաճախակիացել են իմ այցերը, քանի որ հիմա քննարկվում է նորմալ համագործակցության պայմանագրի հարցը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ու Դեյզիի միջև։ Այդ առնվազն 10 տարվա համագործակցության ծրագիրը ըստ իս շատ լավ հնարավորություններ կստեղծի ուսանողների համար։ Նրանք կշփվեն այլ երկրների մասնագետների հետ եւ շատ արագ կաճեն։ Նաև ունենք կապեր հայության հետ Ամերիկայում, որոնք այս 15 տարում մեզ օգնում են, հետաքրքրում են մեր գործերով եւ գումարներն են ուղարկում, որով մենք խրախուսում ենք մեր լավագույն աշխատողներին եւ ուսանողներին եւ ձեռք ենք բերում ամենաժամանակակից սարքավորումներ։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ են նոր սարքավորումներ, որոնք արժեն բավականին թանկ, շատ հաճախ ու համաշխարհային մակարդակով նոր արդյունքներ ներկայացնել, որը հետաքրքիր կլինի, որը ոչ թե միայն հետաքրքիր կլինի աշխատանքը կատարողին, այլ ընդհանրապես միջազգային գիտական հանրությանը, պետք են նոր սարքավորումներ։ Այդ առումով լուրջ անելիքներ կան, որը ցավոք սրտի շատ հաճախ մեր հանրապետությունը ի վիճակի չի, ես կարծում եմ, այդ տեսակ ծախսեր անելու, ու այդ առումով դժվար է պատասխանել, ինչպիսի հեռանկար ունի ընդհանրապես ֆիզիկան։ Հայաստանի Հանրապետության պետբյուջեից Երևանի ֆիզիկայի ինստիտուտին տարեկան հատկացվող գումարը 2014 թվականին 825 միլիոն 300 հազար դրամ կամ 1 միլիոն 985 հազար 600 դոլար։ 2015 թվականին 911 միլիոն դրամ կամ 1 միլիոն 906 հազար 500 դոլար։ 2016-ին 894 միլիոն 409 հազար 900 դրամ կամ 1 միլիոն 861 հազար 609 դոլար։ Ֆիզիկայի ինստիտուտն ունեցել է բազմաթիվ նշանավոր ու պատվավոր հյուրեր, ինչպես օրինակ Վիլյամ Սարոյանը, Արամ Խաչատրյանը։ Ինստիտուտի հիմնական մասնաշենքը այս բարձրահարկ շինությունն է, որի մի մասը վերանորոգված է, մի մասը ոչ։ Առաջին հարկում հենց մուտքին դիմահայաց պատին կտեսնեք ինստիտուտի մեծադիր լոգոտիպը կամ տարբերանշանը։ Օղակը եւ օղակաձև տեսքը խորհրդանշում են օղակաձև էլեկտրոնային արագացուցիչը, լեռնագագաթների նշմարվող ուրվագիծը խորհրդանշում է քառագագաթ արագածը, իսկ պատկերված շինությունները լաբորատորիաներն են։ Ինստիտուտն ունի թաքստոց ապաստարան, որը նախատեսված է վթարային ու տագնապային իրավիճակների համար։ Ապահովությունը ապահովություն, բայց հուսանք, որ ահա այս բարձրահարկ մասնաշենքի նկուղային հարկում տեղակայված ապաստարանի կարիքն ու առիթը երբեք չի լինի։ Իսկ ահա նույն բարձրահարկի երրորդ հարկի սենյակներից մեկում բացված փոքրիկ թանգարանը ընդլայնելու եւ ավելի ներկայանալի դարձնելու անհրաժեշտություն ունի, որպեսզի գոնե համահունչ լինի այն ձեռքբերումների մեծությանը եւ համաշխարհային մակարդակին, որ ունեցել ենք ֆիզիկայի ոլորտում։ Սա Արտեմ Ալիխանյանի կիսանդրին է, այս փոքր թանգարանը նրա մեծ պատվին։ Նա համարվում է ֆիզիկայի հայրը Հայաստանում։ Առաջինն էր սովետական միությունից, որ ստացել էր ամերիկյան Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ Բարև, ես եմ հանրահայտ կինոնկարը Արտեմ Ալիխանյանի մասին է։ Ֆիլմը ներկայացվել էր Կաննի միջազգային կինոփառատոնի ոսկե արմավենի մրցանակին։
Կիրովաբադում ծնված, Մոսկվայում վախճանված մեր մեծ հայրենակիցը այժմ խաղաղ հանգչում է Երևանում։ Թանգարանում ներկայացված է Արտեմ Ալիխանյանի անձնական իրերը մեծամասնությամբ, այստեղ Ալիխանյանի հեռախոսն է, նկարներն են, սեղանը, որտեղ որ ինքը միշտ աշխատել է մոտ 30 տարի, գրիչը, իր նույնիսկ լամպը, թղթերը եւ սևագրությունները, դրանք շատ հետաքրքիր են, երբեմն նույնիսկ մարդիկ կարդում են, թե ինչ է այնտեղ գրված։ Ես չեմ դադարի սիրել Հայաստանը այնքան ժամանակ, մինչև որ դառնամ նրա հողի մասնիկը, Արտեմ Ալիխանյան։ Նա հայտնաբերել է տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում, ստեղծել ու կատարելագործել է բարձր էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր, պղպջակային եւ կայծային խցիկներ։ Ամերիկյան հետախուզությունը ուշադրությամբ հետևել է Ալիխանյան եղբայրների գործունեությանը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության արխիվներից գաղտնազերծված մի փաստաթղթում զեկուցվում է. Վարիտրոններ կոչվող նոր ներատոմային մասնիկների բացահայտումը տիեզերական ճառագայթներում կարևոր ձեռքբերում է խորհրդային միջուկային հետազոտությունների բնագավառում։ Այդ բացահայտումը արվել է խորհրդային Հայաստանում տեղակայված լաբորատորիայում հայ երկու միջուկային ֆիզիկոսների կողմից։ Հավատացած ենք, որ այդ երկու հայ ֆիզիկոսները Ալիխանովը եւ Ալիխանյանն են։ Իր անձնական սարքավորումներն են եղել, հիմնականում սրանք բարձրացվել են Արագած, սա առաջին ռադիոստանցիան է, որը ուներ միայն Ալիխանյանը, այստեղ այդ տեստերներն են, լամպերն են, նույնիսկ ինքը միշտ ասում էր, որ Արագածում ոչ ոք չէր ասում, որ մենք մրսում ենք, ասում էին լամպերն են մրսում, որտեղ էքսպերիմենտ չեն կարողանա անել առանց այդ լամպերի։ Արտեմ Ալիխանյանը օգտագործելով աշխարհահռչակ գիտնականի իր ազդեցիկ համբավը աննկարագրելի ծառայություններ է մատուցել իր հայրենիքին։ Նրա շնորհիվ Հայաստան ներմուծված մետաղով կառուցվել են բազմաթիվ շենքեր ու թաղամասեր։ Նրա ուժերով են մեր երկիր բերվել առաջին վերելակները։ Խորհրդային Միության աթեիստական քաղաքականության պայմաններում նա կարողացել էր համոզել կոմունիստական վերնախավին եկեղեցիները դիտել իբրև ճարտարապետական արժեք, այլ ոչ թե սրբավայր, եւ վերանորոգել էր տվել մի շարք խոնարհված եկեղեցիներ։ Արվեստի, հատկապես երաժշտության եւ գեղանկարչության մեծ սիրահար էր։ Ալիխանյանը ջերմ ու բարեկամական հարաբերություններ ուներ բազմաթիվ երաժիշտների հետ, հատկապես Ռոստրոպովիչի եւ Շոստակովիչի հետ։ Աջակցում էր, որ Հայաստան բերվեն մեծ նկարիչների արժեքավոր կտավները։ Այս առումով ժամանակակից արվեստի թանգարանը մեծապես պարտական է Ալիխանյանին։ Թանգարանում ներկայացված Քարագագաթ Հարագածի այս կտավը նրա համար նկարել ու նվիրել է Մարտիրոս Սարյանը։ Ցավոք սրտի իհարկե դպրոցներում լավ չեն անցնում Ալիխանյանի մասին, երբեմն նույնիսկ ասում են, որ Վիկտոր Համբարձումյանի մոտ են եկել այդ կարգի, չգիտեն ով է Ալիխանյանը, ովքեր են Ալիխանյան եղբայրները ընդհանրապես, եւ դրա համար մենք այդպիսի մի այսպես ասած կրթական ծրագիր ենք հիմա սկսել, դպրոցների հետ ենք աշխատում, դպրոցների երեխաներին ենք բերում այստեղ, էքսկուրսիաներ ենք անցկացնում, դասեր ենք իրենց հետ անցկացնում, ամառային դպրոցներ ենք անցկացնում, որպեսզի մի փոքր ֆիզիկայի թե մակարդակը բարձրանա, թե նաև գիտակցության մակարդակը բարձրանա։ Թանգարանը ստեղծվել է Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին։ Իհարկե, լավ նախաձեռնություն է եղել ազգի նվիրյալին արժանավորապես գնահատելու եւ սերունդներին ի ցույց դնելու համար, բայց վատն այն էր, որ ցուցանմուշների գլխագրերը եւ տեղեկացնող գրությունները բացառապես ռուսերեն էին։ Հայկական պետությունում, Հայաստանի մայրաքաղաքում, հայ ֆիզիկոսի մասին պատմող թանգարանում հայերենը պետք է ունենա իր արժանի տեղը, ինչպես վայել է երկրի պետական լեզվին։ Մեր այս մտահոգությունը արագորեն փարատվեց, քանի որ մեզ հայտնեցին, որ նախատեսվում է ավելացնել հայերենը եւ բացի հայերենից ավելացնել նաեւ անգլերենը օտարազգի այցելուների համար։ Նա հիմնադրեց այսպիսի մի շատ գեղեցիկ ավանդույթ, դա կոչվում է ամառային դպրոցներ երիտասարդ գիտնականների համար։ Նա առաջինն էր ամբողջ սովետական միությունում կարելի է ասել։ Ֆիզմատ գիտությունների թեկնածու Ալբերտ Ավետիսյանն արդեն 44 տարի աշխատում է Ֆիզիկայի ինստիտուտում։ Երկար տարիներ զբաղվել է բարձր էներգիայի ֆիզիկայի գիտափորձերով։ Մտահոգված է երիտասարդ կադրերի պակասով, կարիք կա ուժերի թարմացման եւ նոր եռանդի։ Տիգրանը եւ Լևոնային սակավաթիվ երիտասարդ կադրերից են, որոնք իրենց կյանքն ու հետաքրքրությունը կապել են ֆիզիկայի հետ ու ծառայում այդ գիտության զարգացմանը մեր երկրում։
ավարտել են Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իրենց գիտական ատենախոսությունը պաշտպանել ֆիզիկայի ինստիտուտում։ Երիտասարդների կարիք ունենք։ Երիտասարդ չկա։ Մենք կարող ենք ահագին շատ երիտասարդներ ընդունել եւ աշխատացնել, նրանք չկան։ Ունենալով հնարավորություն, ունենալով ցանկություն երիտասարդացնելու եւ նոր արյուն լցնելու այս ինստիտուտի մեջ, մենք չունենք այդ կադրերը։ Իհարկե, դա պայմանավորված է նաեւ նրանով, որ շատ երիտասարդներ, հատկապես տղաները, հասկանում են, որ ֆիզիկայի մեջ մեծ փողեր չկա։ 15 տարի առաջ ինստիտուտի տարիքային կառուցվածքը սարսափելի էր։ Կար չնչին քանակի երիտասարդներ եւ կար մեծ քանակի 60 եւ ավել տարիք ունեցող, այսինքն ասենց երկու սապատ կառուցվածք էր։ Վերջի տարիներին մենք բացեցինք մեր սեփական մագիստրատուրան եւ տարեկան 2, 3, 4 ուսանողը ավարտում մեր համար։ Տիգրանը եւ Լևոնը ստեղ են աշխատում, իմ հետ են աշխատում եւ իրանք երևի մի քանի տարուց արդեն կղեկավար են այս բաժանմունքը, որովհետեւ ես սահման եմ դրել 70 տարի, որովհետեւ ոչ թե մենք չենք կարող աշխատել, բայց եթե մենք կարճած լինենք մեր դիրքերում, մինչեւ 70-ով ավել, այդ մարդիկ կգնան եւ ոչ ոք դատարկություն կլինի։ Եթե մենք ուզում ենք, որ ֆիզիկան մնա Հայաստանում, մենք այդ մարդկանց պատասխանատվության կանչենք, ջահելներին տանք հնարավորություն, որ իրանք աշխատեն եւ զարգացնեն ֆիզիկան եւ իրանք զգան տերը այդ ամեն ինչի, թե չէ կգնան արտասահման եւ ոչ ոք չի մնա այստեղ։ Հասկանում եք, դա ամենաառանցքային կարևոր հարցն է, սերնդափոխությունը։ Ինձ ավելի շատ հետաքրքիր էր միջուկային ֆիզիկան, միջուկային ռեակտորներն առավելապես, բայց համալսարանի տարիներից, ուսանող տարիներից առաջի աշխատանքը, դիպլոմային աշխատանքը գրել եմ ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքում ու շատ հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում, ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ հետազոտություններ են կատարվում, ինչպես են կատարվում, ինչ սարքավորումներ են օգտագործվում։ Ու շատ հետաքրքրեց ու որոշեցի մնալ այդ ասպարեզում։ Հետո բախվեցինք այն խնդիրներին, ինչը որ այսօր մեր իրականության մեջ կա։ Դե հիմնականում ֆիզիկայի հետ ու գիտության հետ մարդկանց իշխնակապում այդ ամենօրյա աշխատանքի յուրօրինակությունները, որ չի կրկնվում ամեն օր նույն աշխատանքը, ամեն օր նույն խնդիրներ պետք է լուծվեն։ Ու այդ բացի նրանից, որ նպաստում է մարդու ինքնազարգացմանը, նաև հետաքրքիր է, ասենք, գործը չի դառնում կրկնվող ամեն օր, երևի ավելի շատ այդ է կապել գիտության հետ։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտն ունի 7 բաժանմունք՝ էքսպերիմենտալ ֆիզիկա, տիեզերական ճառագայթներ, տեսական ֆիզիկա, կիրառական ֆիզիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իզոտոպների հետազոտություն եւ արտադրություն, կոսմոլոգիա եւ աստղաֆիզիկա։ Ալբերտ Ավետիսյանը ղեկավարում է իզոտոպների բաժանմունքը։ Իզոտոպների բաժանմունքը իզորու է գիտական ծառայություններ մատուցել արդյունաբերությանը եւ հատկապես միջուկային բժշկությանը։ Իսկ ինչ են իզոտոպերը։ Դրանք քիմիական տարրի ատոմների տարատեսակներն են։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կառուցել իզոտոպների արտադրության կենտրոն, որը կաշխատի նոր տեխնոլոգիայով, պրոտոնային արագացուցիչով ցիկլատրոնի հիման վրա։ Արդեն 2 տարի է ամեն ինչ պատրաստ է, շինարարությունը ավարտված, սարքավորումները տեղադրված, բայց մինչև օրս չի հանձնվել շահագործման։ Որովհետև զուտ բյուրոկրատական պատճառներով ոչ մի կերպ չի ստացվում այս շահագործման սկիզբը դնելը։ Ինչն է մեր խնդիրը այստեղ։ Բանն այն է, որ այս կենտրոնում արտադրվելու է բավականին առաջադիմական զննման մեթոդով պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայով զննումներ կատարելու համար անհրաժեշտ իզոտոպ 18-րդ ֆտորը, այսպես ասած, իսկ Հայաստանում մեծ կարիք ունի նաև տեխնեցի իզոտոպը, ռադիոակտիվ իզոտոպը, որը 3 բժշկական կենտրոններում կիրառվում է՝ ռադիոլոգիայի ինստիտուտում, օնկոլոգիայի կենտրոնում եւ սրտաբանության ինստիտուտում։ Այդ իզոտոպը բերվում է արտասահմանից բավականին մեծ դժվարություններով եւ թանկ։ Մենք ստեղծել ենք տեխնոլոգիա, որով մենք կարող ենք հենց այստեղ այդ նույն ցիկլատրոնի վրա զուգահեռաբար առանց առանձին հատուկ այդ խնդրի համար փունջ ուզելու, զուգահեռաբար ֆտոր 18-ի հետ զուգահեռ մենք նաև կարող ենք արտադրել այդ տեխնեցի կոչեցյալ իզոտոպը։ Ցավոք սրտի 10-ից ավել միլիոն արժողությամբ կոմպլեքսը կենտրոնը չի գործում։
Ժամանակակից չափանիշներով կառուցված այս կենտրոնի արժեքը գնահատվում է մոտավորապես 12 միլիոն եվրո։ Մինչև ցիկլատրոնին հասնելը անցնում են կահայս միջանցքով, որը հիշեցնում է զիգզակաձև լաբիրինթոս։ Հատուկ է այսպես կառուցված, իսկ նպատակը ռադիացիայի վնասից խուսափելն ու վտանգը չեզոքացնելն է, քանի որ երբ արագացուցիչն աշխատում է, ստեղծում է ռադիացիոն ֆոն։ Իսկ ռադիոակտիվ ճառագայթումը սովորաբար լինում է ուղիղ գծով, եւ ահա զիգզակաձև միջանցքի իմաստն այն է, որ ռադիացիան ուղիղ գծով տարածվելու հնարավորություն չունենա։ Թե դուռը եւ թե պատերը ունեն ռադիացիոն պաշտպանության հատկություններ։ Լավ, ենթադրենք այս կենտրոնը անգործության չէր մատնվել ու ճիշտ ժամանակին շահագործվել էր։ Ինչ օգտակարություն պիտի ունենար եւ ինչ նպատակի ծառայեր։ Պարզվում է, որ կկարողանար մեծ ծառայություն մատուցել ուռուցքաբանությանը, մասնավորապես գանգուղեղի ուռուցքների գերճշգրիտ ախտորոշմանը։ Իզոտոպների այս մեթոդը թույլ է տալիս ախտորոշել ուռուցքը շատ ավելի մեծ ճշտությամբ, քան ռենտգենյան մեթոդները։ Այսպիսի ցիկլատրոնով կենտրոն հիմա չկա ոչ Վրաստանում, ոչ Ադրբեջանում։ Փաստորեն Հայաստանը հնարավորություն ունի այս ոլորտի լիդերը լինել տարածաշրջանում, զարգացնել նաև բժշկական туриզմը, քանի որ շատերը կգային Հայաստան այդպիսի հետազոտություն անցնելու համար։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը համագործակցում է Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Հունաստանի, Շվեդիայի, Նորվեգիայի, Կանադայի, Իրանի, Թայվանի եւ այլ երկրների գիտական հաստատությունների հետ։ Սերտ ունի հետևյալ աշխարհահռչակ կենտրոնների հետ՝ CERN, Շվեյցարիա, DESY, Գերմանիա, JLab, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ֆիզիկայի ինստիտուտի հաշվիչ կենտրոնը ղեկավարում է Սարգիս Մկոյանը։ Ժպիտով է նկարագրում ինստիտուտի փայլուն անցյալը, իսկ ներկայի մասին խոսելիս ժպիտը դանդաղ նահանջում է եւ խորանում է մտահոգությունը։ Երիտասարդության մեջ ձգտում չկա դեպի ֆիզիկան, աշխատավարձերը քիչ են, ուղեղների արտահոսքը շատ։ Հիշում է, որ տասնամյակներ առաջ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվում էր մինչև 200 ուսանող։ Այսօր այդ թիվը ավելի քան կրկնակի պակաս է։ Խիստ նվազել է ֆիզիկոսի մասնագիտություն ստանալու համար բուհեր դիմողների հոսքը։ Ինքը ծառայում է որպես տվյալների մշակման եւ հեռահաղորդակցության կենտրոն ամբողջ ինստիտուտի համար։ Ինստիտուտը բավական մեծ տարածք ունի, աշխատանքային սենյակները գտնվում են շատ մեծ հեռավորության վրա, բավական մեծ ցանց է կառուցված եւ մեր աշխատակիցները, ֆիզիկները բոլորը իրանց աշխատանքային տեղերում ստանում են ինտերնետ կապ, հաշվելու հնարավորություն մեր կենտրոնական սերվերների վրա։ Ֆիզիկոսները ունեն տարբեր խնդիրներ, որոնք շատ բարդ եւ աշխատատար խնդիրներ են։ Դրա համար, ասենք, իրանց աշխատանքային կոմպյուտերի համակարգչի հնարավորությունը շատ փոքր է այդպիսի խնդիրներ լուծելու համար։ Դրա համար մեր կենտրոնում տեղադրված են հզոր կոմպյուտերների կլաստերներ, որոնք մի քանի տասնյակ համակարգիչների միավորում են, ունեն մեծ հզորություն, հիշողության, արտաքին դիսկերի հզորությունը օրինակ մեր մոտ 100 տերաբայթ հզորության, այդքան ինֆորմացիա կարող են պահել։ Բացի դրանից, այստեղից կազմակերպվում է մեր միջազգային համագործակցության կապը, ասենք Ժնևի, CERN-ի, Գերմանիայի, Համբուրգի, DESY, նույնատիպ ֆիզիկայի հետազոտման կենտրոնների հետ։ Մենք հավաքում ենք ինֆորմացիան այստեղ, իսկ ֆիզիկները մշակում են, դա ստանում են արդյունք։ Այս է մեր խնդիրը։ 3 տեսակի դետեկտորներից բաղկացած այս սարքը նախագծվել եւ պատրաստվել է հայ ֆիզիկոսների կողմից։ Ամբողջ աշխարհում եզակի է։ Կոչվում է Սևան, բայց ոչ թե լճի պատվին, այլ հնարամիտ եղանակով ստացվել է անգլերեն բառակապակցությունների հապավումից։ Նշանակում է տիեզերական միջավայրի դիտարկման եւ վերլուծության ցանց։ Իսկ թե ինչու ցանց, որովհետեւ այս սարքից արդեն տեղադրվել է մի շարք երկրներում, ինչպես օրինակ Բուլղարիայում, Հնդկաստանում, Սլովակիայում եւ այլ պետություններում, որոնք նշված են քարտեզում։ Այդ ցանցին շուտով միանալու է նաեւ Չեխիան։ 2018 թվականի աշնանն էլ նախատեսված է տեղադրել Արցախում։ Այս սարքի միջոցով չափվում են մթնոլորտային երկրաֆիզիկական պարամետրերը եւ կուտակվում է տվյալների հսկայական բազա։ Այս ամենը նրա համար է, որ հասկանանք, թե ինչպես է շարունակվելու մարդու գոյությունը երկիր մոլորակում։ Արդյոք հալվելու են բոլոր սառույցները եւ օվկիանոսները բարձրանալու են, թե ոչ։
Եթե չիմանանք այս երևույթների ֆիզիկական մոդելը, մենք անպաշտպան կմնանք, բացատրում է ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը։ Դուք տեսնում եք, այստեղ գնացող գծեր կան, այդ նշանակում է, որ մենք ամեն րոպե չափում ենք կոսմիկական ճառագայթների հոսքը եւ 3 տարբեր տեսակի հոսքերն ենք չափում, այստեղ դետեկտորներն են մեն մոտ 3 հատ եւ ձեր մարմնով են անցնում, այստեղ 200 մասնիկ ամեն վայրկյան։ Դուք չեք զգում, իսկ այս սարքը զգում է եւ կոմպյուտերային ձևով գրանցում է։ Եվ այս սարքի միջոցով մենք կարանք զգանք ինչ է կատարվում արեգակի վրա, արեգակնային ֆիզիկա ենք ուսումնասիրում եւ ինչ է կատարվում մթնոլորտի մեջ։ Այսինքն դա ունիկալ սարքը, որ կապում է արեգակնային եւ մթնոլորտային երևույթները։ Ոչ մի տեն սարք չկա այլ աշխարհում։ During the time I have been visiting Yerevan. 25 տարվա ընթացքում բազմաթիվ հայ գիտնականների եմ տեսել, որոնք ավարտել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտը եւ աշխատանքի անցել մեզ մոտ, Գերմանիայում։ Մի մասին էլ հանդիպել եմ այլ երկրներում, Միացյալ Նահանգների, Չինաստանի գիտական կենտրոններում։ Շատ անգամ նրանց համար ինքս եմ գրել երաշխավորագրեր։ Ցանկանում եմ, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մակարդակը մնա այսպես բարձր, որպեսզի շարունակի ինչպես հավասարը հավասարի հետ համագործակցել Գերմանիայի խոշորագույն ինստիտուտի DESY-ի հետ։ Ու ես կուզեի այստեղ գալ ոչ թե 3 օրով, այլ 3 շաբաթով, դասախոսություններ կարդայի, մասնակցեի չափումներին, վարժություններ անեին գերիտասարդների հետ եւ այլն։ Ցանկալի է, որ ավելի շատ փորձի փոխանակում իրականացնենք։ Բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում Հայաստանից արվող գիտական հրատարակումների ավելի քան 35%-ը բաժին է ընկնում Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային։ Ըստ Thomson Reuters-ի գիտության ցանցի շտեմարանի Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 76%-ը բաժին է ընկնում ֆիզիկայի ինստիտուտի աշխատանքներին։ Թվում է, թե զարգացած երկրների օրինակով գիտության զարգացումը կոչված է առաջին հերթին ծառայելու տվյալ երկրի անվտանգության համակարգին, սպասարկելու ռազմաարդյունաբերության շահերը։ Այս առումով բավական է հիշել ատոմային ֆիզիկայի կամ միջուկային ֆիզիկայի դերը 20-րդ դարում։ Հակասովետական երկրների հատուկ ծառայությունների տեղեկանքներում բազմիցս նշվել է հայ ֆիզիկոսների կողմից ատոմային ռումբի ստեղծման վտանգավոր հավանականության մասին։ Ենթադրվում էր, որ ռումբը տեղադրվելու է Սևանա լճի հատակին, որի ջրային պատնեշը օգտագործվելու էր ռադիոակտիվ ճառագայթներից պաշտպանվելու համար, բայց Երևանի ֆիզիկայի ինստիտուտում բացառեցին նման ենթադրությունները եւ նշեցին, որ Հայաստանի տարածքում երբեք չեն կատարվել միջուկային ռումբի ստեղծման աշխատանքներ։ Ազոտ ենք արտադրում, որը ինչ որտեղ ուզում են իրանք մեզանից եւ մենք տալիս ենք։ Մենք ունենք փոքր արագացուցիչ, որը տարբեր նյութերին ունենք ներկրիչների ստերիլիզացիա կատարվում, որոնք հետո ռազմական հոսպիտալներում օգտագործվում են այդ երկրորդը։ Երրորդը որոշ գիտական մենք ուղղություններ ունենք, որոնք կարող են օգտագործել։ Օրինակ կլիման։ Եթե մենք կլիման տեսնենք, եթե տեսնենք որտեղ են գալիս մեծ կարկուտաբերող ամպերը, ոնց է, նույնպես այդ օգտագործվում է պլանավորման մեջ ռազմական օպերացիաների եւ այլն, բոլորը չեմ ասի, որ իրանք չլսեն։ Պատերազմի տարիներին մենք ունեինք որոշ մանր պատվերներ, չասեմ ինչի վերաբերյալ, իսկ հիմա ոչ։ Հիմա, ասենք, միակ արդյունաբերության կամ սոցիալական այլ խնդիրների հետ կապված ժամանակին բժշկության համար այդ էլեկտրոնային արագացիչով, փոքր էլեկտրոնային արագացիչով ստերիլիզացիա էինք անում, շպրիցեր, միանգամվա օգտագործվող շպրիցեր, որոշ գործիքներ բժշկական եւ այլն եւ այլն։ Հիմա իրանք ուրիշ մեթոդներով են անում, դա միգուցե միակ օրինակն է, որ մենք արդյունաբերության հետ համագործակցում ենք։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում լրիվ դրույքով գրանցված աշխատակիցների նվազագույն աշխատավարձը կազմում է 100,000 դրամ։ Ավագիտ աշխատողների աշխատավարձը 140,000 դրամ է, իսկ առաջատար գիտաշխատողների աշխատավարձը 160,000։ Ֆիզիկայի ինստիտուտի անցյալը շատ փառավոր է եղել։ Այնքան փառավոր, որ մինչև հիմա ֆիզիկայի ինստիտուտի անունը մեր ժողովրդի մեջ շատ լավ է ընկալվում, ընդհանրապես ֆիզիկայի գիտությունը, որ Հայաստանում զարգացել է, հենց այդ անունի պատճառով է, հայրենասիրությունը շատ մեծ է, բայց շատ տխուր է, որ դա չի շարունակվում հիմա, դա շատ թանկ գիտություն է, ճիշտ է որ ասել, այս համակարգիչները ամեն մեկը 20-30 $30,000 են սկսվում, շատ մեծ են այդ ծախսերը, դուք տեսնում եք մեր պայմանները
այդ մեր ուսանողները որ գալիս են, այս ինչ տեղը շատ հին է, ռեմոնտ չկա եւ այլն, անցյալը շատ փառավոր է եղել։ Կարևորը ներկան եւ ապագան լինի փառավոր։ Մենք ամենայն դեպս աշխատում ենք դրա համար։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը ինչի կարիք ունի։ Առաջին հերթին իմ կարծիքով պետական մեծ աջակցության, շատ գլխավոր հարցերից մեկը դա է, պետական աջակցության լուրջ, որով հնարավոր կլինի երիտասարդներին ներգրավել աշխատանքների մեջ ու ծավալը մեծացնել։ Խնդիրները շատ են, խնդիրները լուծելու ուրեմն պատրաստ մարդիկ քիչ։ Մարդիկ սկսեն ճանաչել գիտությունը, մարդիկ սկսեն հարգել գիտությունը ու սկսեն սիրել երևի գիտությունը։ Այն երկիրը, որը ունի ֆունդամենտալ գիտություն, այն երկիրը ապագա չունի։ Լավ, բոլորս թողենք ու գնանք շատ լավ, ոնց ասեմ, կարիերա անենք, շատ լավ լաբորատորիաներում աշխատենք, իսկ ինչ լինի մեր երկրի հետ։ Այդ հարցն էլ կա։ Հայաստանը չունի ծով ու նավահանգիստներ, չունի գազի ու նավթի պաշարներ եւ հարստացնող այլ ռեսուրսներ։ Մեր միակ հարստությունը, ուժն ու հենարանը հայ մարդու ինտելեկտուալ ռեսուրսն է։ Գիտնականին խրախուսելը, գիտությունը ֆինանսավորելը պիտի երբեք դուրս չգա պետական օրակարգից։ Ֆիզիկայի ինստիտուտի օրինակով մենք արդեն տեսանք, որ կարողացել ենք մեր գիտության նվաճումներով հավասար կանգնել աշխարհի հզորների կողքին։ Բայց կարծում ենք, որ այս փառավոր անցյալը պետք է ոչ միայն հիշել, այլ նաև շարունակել։